1991 թվականից ի վեր այս ողջ ընթացքում պետությունն ու եկեղեցին գոյակցել են եթե ոչ 100%-անոց հաշտ ու խաղաղ, ապա առնվազն հստակ դերաբաշխմամբ ու պայմանավորվածություններով։ Իրավիճակը փոխվեց 2018 թվականին, երբ Հայաստանի ղեկը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Մեկ այլ առիթով ու ավելի մանրամասն կխոսենք, թե Փաշինյան-Գարեգին Բ հարաբերությունները ինչպես սառը քաղաքավարից դարձան բացահայտ ու հստակ թշնամական։ Այս անգամ շատ ժամանակ չծախսենք այդ երկար պատմության վրա ու միանգամից վերջին շաբաթվա զարգացումներին անդրադառնանք։ Սկսենք նրանից, որ Փաշինյանն ու նրան ուղեկցող պաշտոնյաները իդեպ վերջիններիս կազմը հաստատուն չէ եւ ամեն Կիրակի թարմանում է, փոխվում է։ Կիրակին կրկին պատարագի մասնակցեցին, եթե չեմ սխալվում, Հովաննավանքի հայտնի պատարագի հետ սա արդեն 6-րդն է շարքում։ Այս անգամ պատարագը եղավ ոչ թե Հանրապետության մարզերում, այլ հենց Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եվ կրկին արդեն հերթական Կիրակին է վարչապետն ու նրա ուղեկցողները մասնակցում են պատարագների, որոնք մատուցում են ոչ թե կարգալույծ հռչակված, այլ ամենաիսկական հոգևորականները, իսկ դեպքերի մեծ մասում հենց թեմակալ առաջնորդների ներկայությամբ։ Այս անգամ էլ բացառություն չեղավ, բացառությունն այն էր, որ հերթական պատարագին Փաշինյանի հետ մասնակցեցին նաև մեր ձևով շարժման ներկայացուցիչները։ Այո, իսկապես պատմական պահեր ենք ապրում։ Հերթական անգամ պատարագիչները կաթողիկոսի անունը զեղչեցին, այսինքն չարտասանեցին պատարագի ընթացքում։ Փոխարենը եկեղեցում ներկաներից ոմանք Գարեգին II-ին հիշատակեցին։ Սա էլ է հետաքրքիր, ընդդիմադիրներից շատերը հայտարարեցին, հետո հայտարարեցին, թե կաթողիկոսի անունը հնչեցրել են շատ-շատերը։ Ոմանք էլ անգամ այս իրավիճակը բնութագրում են այնպես, թե հնչեցնում էր ժողովուրդը, իսկ իշխանության կողմնակիցներն էլ պնդում են, որ գրեթե ոչ ոք։ Սա դասական օրինակ է, թե մեզ ինչպես են մատուցում կիսաճշմարտությունները ամեն օր։ Իրականում Գարեգին Բ-ին հիշեցին հիմնականում Մերձևովի հետ կապված մի քանի գործիչներ։ Գուցե նաև եղել են փոքրաթիվ բացառիկներ, որոնք կապ չեն ունեցել Մերձևովի հետ, բայց այդ պահին միացել են կաթողիկոսին հիշատակողներին։ Բայց փոքրաթիվ այս խումբը հաստատ ժողովուրդը չէր, որին սիրում են տեղի անտեղի վկայակոչել թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը, ու նաև չենք էլ կարող ասել գրեթե ոչ ոք։